Լսում եմ։ Գայանեի գործընկերների ստացած օրական զանգերի քանակը հատում է 100-ի սահմանը։ 114 համարը քաղաքացիները 3 տարի հավաքում են սոցիալական ոլորտի խնդիրների մասին խոսելու համար։ Զանգում են նաև այլ ոլորտների հարցերով։ Օրինակ ջրի հետ կապված խնդիրներ, զանգարում են ասում են մենք ջուր չունենք, կարող եք օգնել, մենք տրամադրում ենք Երևան ջուր թեժգծի հեռախոսահամար։ Կենսաթոշակ նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ։ Քաղաքացիները երբեմն զգուշացնում են այս ոլորտներում եղած կոռուպցիայի մասին։ Խնդիրների մեծ մասը հաճախ առաջանում է անտեղյակության պատճառով։ Նպաստի համար անընդհատ ստանում է մերժում եւ զանգահարեցում ես ուղղակի հասկանալու թե ինչն է պատճառը, որ քաղաքացին անընդհատ մերժում է ստանում եւ պատճառաբանությունը այդքան էլ իրան չի գոհացնում եւ չի հասկանում ինքը։ Մենք փորձեցինք հասկանալ խնդիրը ինչումն է եւ համապատասխան մասնագետի օգնությամբ հասկացանք խնդրի իմաստը, այսինքն տվյալ քաղաքացին ինքն էլ չի իմանալով գրանցված է եղել բնակության երկու հասցեներում։ Դրա համար նրան եկել է մերժում։ 2012-ին 114 ծառայությունը ներդրվեց սոցիալ նախարարության աշխատանքը արդյունավետ ու թափանցիկ դարձնելու համար։ Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ամսական լսել 3000 քաղաքացիների։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ծրագիրը իրականացրել է ԱՄՆ զարգացման միջազգային գործակալության եւ համաշխարհային բանկի հետ։ Այն արժեցել է մոտ $4 միլիոն։ Այն ինչ որ նախատեսել էինք, արդյունքները ավելին են, քանի որ մենք ունենք ներդրված համակարգեր, նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնք այսօր կիրառել են աշխարհի նույնիսկ զարգացած սոցիալական համակարգեր ունեցող երկրներում։ Միջազգային գործընկերները արված աշխատանքից գոհ են, հույս ունեն, որ այն մեծացրել է նախարարության աշխատանքի հանդեպ վստահությունը ու կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Նազելի Գրիգորյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։